Պետրոսը թվեր ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակցության մասին, ասելով, որ Քոչարյանի ժամանակ այդ հավասարակցությունը արդեն խախտվել էր եւ այնպիսի թվեր ներկայացնում, որ մեծ արվես էր խախտվել։ Գիտեք, դա բացարձակ իրականության չի համապատասխանում, չեմ Պետրոսին ինչ թվեր են տվել, բայց սա այն հարցն է, որ ես լավ եմ դիրապետում եւ կարող եմ ասել հետեւյալն, Հավասարակցությունը բնականաբար չէր խախտվել, ճիշտ հակառակը Քոչարյանի այդ 10 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ միասին հարաբերություն են ունեցել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ օրերին գործում էր Եվրոպայում սովորական սպառազինությունների կոնվենցիան, որին Հայաստանը նույնպես միացել էր 92 թվականին եւ այնտեղ շատ հստակ քոթաներ կար Հայաստանի եւ Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով, տանկեր 220, հրետանին 285, այլ տեսակ ռազմատեխնիկա 220, ավիացիա ուղղաթիռներ 100 թե 150 եւ այսպիսի հստակ քոթաներ կար եւ Հայաստանն ու Ադրբեջանը եւ բոլոր մյուս անդամ երկրները ցանկացած երկրի նկատմամբ դա կարելի էր դիրարել իրավունք ունեին տարի մի անգամ պահանջել ինսպեկցիա այդ երկրի նկատմամբ եւ ՀՀԿ-ն ուղարկում էր մասնակիցների խումբ ըստուկումներ անցկացնելու եւ դա մենք հետեւականորեն ամեն տարի անում էինք ուղղակի վստահ լինելու համար Ադրբեջանը որևէ ձևով չի գերազանցում նախ իրենց քոթաները եւ երկրորդ իմանալու համար թե արդյոք մենք կարողանում ենք այդ հավասարակցությունը Ադրբեջանի հետ պահել։ Նույն Ադրբեջանն էր անում, ամեն տարի ագետ գալիս էին, այցելում էին բոլոր մեր ռազմական կենտրոնները, գիտեին որ տեխնիկան որտեղ է տեղավորված եւ այդ թվերը փոխադարձաբար ներկայացում էին կողմերին։ Սրանից որ կոնկրետ այդ թվերը կան, ես քոթաները ասեցի եւ կարող եմ նաեւ հենց 2008 թվականի Քոչարյանի վերջի տարվա ՀԱԳ-ի ուրեմն ներկայացրած թվերը ասել, ես այստեղ հանել եմ, ուղղակի որ կոնկրետ թվեր ասեմ, ուրեմն տանկերի մասով Հայաստանը 170 է գրանցվել, Ադրբեջանը 220 է գրանցվել տանկերի մասով 50 տարբերություն, բայց գրկնեմ սա Հայաստանի տարածք եւ Ադրբեջանի տարածքի մասին է խոսքը, այստեղ Արցախում եկող զրահատեխնիկան չի հաշվարկվել, ինչպես Քոչարյանը ասեց, մեր ռազմատեխնիկայի մի կարևոր մասը Արցախում էր, այնպես որ այդ 50 տարբերությունը Արցախի տանկերով ծածկում է եւ այդ հավասարակցությունը պահպանվում է։ Տարբեր տեսակի ռազմատեխնիկաներին ասում է երկու կողմերը հավասար, նույնը հրետանի մասով է ասում, որ հավասար են եղել, սա 2008 թվականի մասին է, ավիացիայի մասով ասում է սահմանափակ թիվ չի տալիս ուղղակի, միակ տարբերությունը, որ եղել է, ես այստեղ տեսնում եմ, ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը շատ ավելի փող է ծախսել, քան Հայաստանը, եւ դա իհարկե այդպես է, որտեղ Հայաստանը ռազմատեխնիկա երկրներում շատ ավելի հարմար գներով, նույնիսկ կարող եմ ասել, որ հաճախ այդ ռազմատեխնիկայի համար չէր վճարում